խնդրեմ նախ ներկայացեք եւ այնուհետեւ Ես Գևորգ Գրիգորյանն եմ, մասնագիտությամբ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ։ Պարոն Գրիգորյան, ինչ խնդիրներ է առաջացել բուժաշխատողների մոտ, ինչ հիմնական խնդիրներով է նրանք դիմել ձեզ, որ հիմա այստեղ Կոնկրետ ինձ չեն դիմել, տեսեք, ես բացարձակապես զերծ եմ մնում բուժաշխատողների լիդերի կարգավիճակը ստանձնելուց, բայց մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացրել են սոցիալական հարթակներում, բարձրացրել են մասնավոր զրույցներում եւ աշխատավարձը շեշտակի նվազել է բուժաշխատողների։ Եւ դա բերելու է նրան, որ պացիենտը ի վերջո որակյալ բուժօգնությունից պետք է կամաց-կամաց սկսի հրաժարվել գիտակցաբար, որովհետեւ չվարձատրվող բժիշկը ցանկացած մասնագետ, ով որ չի վարձատրվում, ինքը իր գործը արդեն իսկ մոտիվացիոն առումով այդքան էլ չի տրամադրվում այդ գործը անի եւ չեմ բացառում, որ շատ անվանի մասնագետներ թողեն ոլորտը, որովհետեւ նման կերպով, նման վարձատրությամբ ես չեմ կարծում, որ իրան հարգող բժիշկը կշարունակի աշխատել։ բժիշկների մոտ կա արդեն այդ զրույցները, որ ցանկանում են գնա, Երկու անոթային վիրաբույժ արդեն իսկ թողել են վիրահատարանը, նույնիսկ իմ մոտ է նման միտք անցնում, որ թողնել բժշկությունը, որովհետև կներեք 10-ից ավել տարի բուժաշխատողը ծախսում է սովորի եւ սաղ կյանք շարունակում է սովորել գիտաժողովներով, վերապատրաստումներով, որպեսզի բուժօգնությամբ որակ կարողանա ապահովել եւ պացիենտի կյանք փրկել, արդյունքում կաբինետային որոշումների արդյունքում դառնում է այնպես, որ բուժաշխատողը սկսում է իր ներդրած գումարը, իր ծախսած ժամանակը հասկանալ, որ կարող էր այլ տեղ ծախսել եւ անհամեմատ ավելի արդյունավետ եւ ֆինանսապես ավելի ապահովված, այսպես ասած, դուրս գար այդ իրավիճակից։ Պարոն Գրիգորյան, նաեւ նշել եք, որ ստորագրահավաք են սկսել բժիշկները, կխնդրեմ նշեք, թե երբանից եւ մոտավոր քանի Շաբաթ կիրակի ենք սկսել ստորագրահավաքը, արդեն 100-ից ավել բուժաշխատող միացել է ստորագրահավաքին եւ այդ թիվը աճելու է։ Խնդիրը կայանում է նրանում, որ այդ ստորագրահավաքով փափուկ ուժի կիրառմամբ ես հավանականություն չեմ ուզում ասեմ չեմ տեսնում, բայց հույս եմ փայփայում, որ դրանով մենք կկարողանանք հարցը լուծենք։ Բայց հարցը մի քիչ ավելի խորն է, քան մենք բոլորս պատկերացնում ենք։ Հիմա որ դիմել եք ազգային ժողովին, ինչ ակնկալիքով, ինչ սպասումներ ունեք։ Խորհրդարանական լսումներ կազմակերպելու ակնկալիքով, որի շրջանակներում որ բժիշկները, փորձագետները, նույնիսկ պացիենտական կազմակերպությունները կհայտնեն իրենց կարծիքը, իրենց տեսլականը, բացերը կբարձրաձայնվեն եւ լիահույս ենք, որ այդ բացերը կշտկվեն եւ մենք կունենանք adekvat աշխատող առողջության ապահովագրության համակարգ, որտեղ այդ համակարգը պետք է գործի։ Այդ համակարգը անհրաժեշտ է մեր ժողովրդին եւ դա պետք է հարց լուծող համակարգ լինի, ոչ թե հարցերը առաջացնող։ Եվ եթե ձեզ լսումների չհրավիրեն, չիրականացնեն լսումները, դուք ունեք պլան B, ինչ եք անում։ Այո, մենք ունենք մի քանի պլաններ, պլան B ունենք, պլան C եւ պլան D նույնիսկ ունենք։ Երբ որ չհրավիրեն, այդ ժամանակ արդեն իսկ մենք կանրադառնանք դրան։